Մենք խոսում ենք, ես իսկապես երկու ձեռքով սատարում եմ այս նախագծին եւ կողմ եմ քվեարկելու, որովհետեւ այո, նույնիսկ 2018 թվականին իմ երազանքներից մեկն էր, որ Երևանը դառնա թափանցիկ, հաշվետու եւ ժողովրդավարական իրապես արժեքներով կառավարվող քաղաք, որովհետեւ ի տարբերություն ձեզ, պարոն Գրիգորյան, ես նախորդ ռեժիմի ժամանակ փողոցներում կռիվ էի տալիս ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավար դրսեւորումների դեմ, եւ դա էլ է փաստ։ Նշեցիք, որ առաջին անգամ դուք եք ստեղծել, որ քաղաքացին կարողանում է ահազանգել եւ հարթակ կա եւ հարցը լուծվում է։ Այստեղ էլ է երևում ձեր չիմացությունը Երևանի պատմության մասին, որովհետեւ դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ կար անհատների կողմից ստեղծված City-Bug շատ լավ հավելված, որտեղ նշվում էին խնդիրներ եւ այդ խնդիրները արագ լուծվում էին։ Ավելին ակտիվիստներին, ինչպես նաեւ այդ հարթակը ստեղծածներին հրավիրել էին քաղաքապետարան եւ ասել էին, որ ամեն ձևի քաղաքապետարանը վերահսկելու է եւ արձագանքելու է բոլոր այդ հարցերին։ Այնպես որ զրոյական կետից սկսելու քպայական ձեր ոճը այստեղ էլ չի անցնում։ Ցավոք մինչև ձեզ այո, կյանք է եղել Հայաստանում, գործունեություն է եղել ժողովրդավարության համար, պայքար է եղել, որի ժամանակ ձեզ երբեք չեմ տեսել առաջին շարքերում իդեպ, այն ժամանակ շատ վտանգավոր էր դա ասեմ, հա, չեմ տեսել ամեն դեպքում քաղաքի պայքարներում, եթե կա ուղարկեք ինձ նյութերը խնդրում եմ։ Տեսեք, ժողովրդավարությունը այո, հենց դրանով է կարևոր, որովհետև քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գրպանից վճարված հարկերը եւ թուրքերը ըստ նպատակի են ծառայեցվում եւ չեն մսխվում։ Որպես հավաքանու անդամ, որ արդեն 6-7 տարվա փորձ ունի, ինքս հարցումների պատասխաններից ելներով պետք է ասեմ վերջերս ավելի քիչ, բայց մինչև Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալը մի փուլ խայտառակ վիճակ էր եւ իմ հարցումները չէին ստանում կոնկրետ պատասխաններ եւ հղվում էր արվում կոմերցիոն գաղտնիքի վրա, այնինչ գումարը ծախսվել էր քաղաքացիների գրպանից։ Այդ ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ բոլոր կարևոր նախագծերը գալիս են մեզ վերջին պահին, որպեսզի մենք չկարողանանք լայն հանրային քննարկում կազմակերպել։ Բոլորը նախորդ ավականու խմբակցությունների հետ չեն քննարկվում, ավականու կարծիք չի հայտնվում, այսինքն հրամցվում են, արագ դակվում են, այդ ամենը չգիտեմ ինչ է, բայց դա ժողովրդավարական կառավարելու ձև չէ։ Պարոնայք, ձեր ժողովրդավարությունը կարելի է թաց անձեռոցիկով սրբել։ Հուսով եմ սա հերթական բուտախոյեն չի լինի։